Կին Ադամյան չնայած Զելենսկի Թրամփ այդ աղմկահարույց միջադեպին Ռուբիոն հայտարարում է, որ Թրամփը վճռական է հնարավորինս շուտ վերջ տալ պատերազմին, բայց նաև Միացյալ Նահանգները այսպես ասած կտրել է օգնությունը Կիև ուղարկվող հետախուզական տվյալներն են, զենք զինամթերքն է, էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնումն է, դադարեցվել, ինչ կարող է տեղի ունենալ այս պայմաններում ըստ ձեզ։ Պատկերը ամբողջացնելու համար նաև Տրամփի մյուս հայտարարությունները կարծում եմ արժի մեջ բերել, որ 3 է արել Սպիտակ տան իր ճեպազրույցում, նաև Ռուսաստանին որոշակի սպառնալիքներ ուղղելով, որ բոլորը պետք է գան բանակցության սեղանի շուրջ։ Ես կարծում եմ, որ Տրամփի հիմնական նպատակը, որին նա գնում է շատ ուղիղ ճանապարհով, հաշվի չառնելով նաև կողմերի տեսակետները, օր առաջ պատերազմը ավարտելն է, ինչը ինքը հայտարարել էր իր նախընտրական արշավի ժամանակ։ Եվ այդ նպատակին հասնելու համար իսկապես Տրամփը որևէ միջոցի առաջ կանգ չի առնելու։ Կլինեն դա պատժամիջոցների խստացում Ռուսաստանի նկատմամբ, եթե ռուսները չհամաձայնեն գալ բանակցությունների, թե ձեր թվարկած արդեն քայլերը Ուկրաինայի նկատմամբ։ Ռուսաստանը բանակցությունների գալիս է իր օրակարգով։ Այո, Ռուսաստանը բանակցությունների գալիս է իր օրակարգով, բայց դա բնավ խաղաղության օրակարգ չի։ Եվ հենց այստեղ է խնդիրը։ Եթե Ռուսաստանը գալիս է բանակցությունների հայտարարելով, որ չի կարող համաձայնագիր ստորագրել ոչ լեգիտիմ նախագահի հետ, իսկ դա շատ մեծ հարց է, թե ինքը Պուտինը լեգիտիմ է արդյոք։ Դեք եթե դնում ենք խնդիրը իրավական ճշգրիտ հարթության վրա, իսկ լեգիտիմ է արդյոք Վլադիմիր Պուտինը, լեգիտիմ էին Ռուսաստանում նախագահական ընտրությունները հակառակ արդյունքների։ Ուկրաինայում միանգամայն լեգիտիմ գործընթաց է, որովհետև պատերազմի ժամանակ ընտրություններ լինել չեն կարող։ Ընտրություններ կարող են լինել խաղաղության ժամանակ, կավարտվի պատերազմը, ընտրություններ կլինեն, եւ դեռ հայտնի չի, արդյոք չի վերընտրվի Զելենսկին։ Համենայն դեպս լրահոսում հայտնվեցին տեղեկություններ նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակարգը փորձել է ուկրաինական ընդդիմության տրամադրությունները շոշափել։ Եվ այնտեղից էլ նրան հստակ պատասխանել են, թե Յուլիա Տիմոշենկոն, թե Պորոշենկոն, որ միայն խաղաղության պայմաններում են հնարավոր ընտրություններ։ Իսկ այստեղ պայմանավորվածության եզր Ամերիկայի Միացյալ Նահանգները Ուկրաինայի ընդդիմության հետ չի գտել։ Դա Ուկրաինայի միասնականությունն է վկայում։ Բոլոր դեպքերում ես կարծում եմ, որ պատերազմի ավարտը հնարավորինս արագ շատ կարևոր է ամբողջ աշխարհի համար։ Գիտեք, դա միայն Տրամփի, այսպես ասած, փառապսակին ինչ-որ դափնեի ճյուղեր ավելացնելու համար չի։ Դա շատ կարևոր է բոլորի համար պատերազմի օր առաջ ավարտը, բայց որքանով է դա հնարավոր Ռուսաստանի այդ քաղաքականության պարագայում։ Սա մեծ հարց, որ պետք է լուծի ինքը մեծ Դոնալդ Թրամփը։ Թրամփը Ռուսաստանին ավելի խաղաղասեր է համարում, քան Զելենսկին, որովհետև նշում է, որ Ուկրաինայի հետ գործ ունենալն ավելի դժվար է, նրանք խաղաքար չունեն, Ռուսաստանի հետ աշխատելը հեշտ է, քանի որ իր վարչակազմը փորձում է հասնել խաղաղության համաձայնության։ Հայտարարությունների մակարդակով այո, ճիշտ եք նկատել, կարող եք այստեղ նաև հիշատակել, որ Տրամփը հայտարարել էր, որ Զելենսկին բռնապետ է, իսկ հետո ասաց մի ուղի թե ես այդպեսի բան եմ ասել։ Ես կարծում եմ, որ Տրամփը պարզապես փորձում է ռուսական հռետորաբանության այդ բոլոր շերտերին այո ասել, կրկնել այդ հռետորաբանությունը, որպեսզի Ռուսաստանի փաստարկները վերանան։ Քաղաքականության մեջ ընդունված տեխնոլոգիա է։ Եվ դու դիմացինից զինաթափում ես իր փաստարկները ի սկզբանե ընդունելով, այլևս առարկության տեղ չես թողնում։ Բայց այստեղ Ռուսաստանում կարող է առաջանալ ընդհյուր տպավորությունը, որ Տրամփը այո ճնշում է Զելենսկուն։ Ես կարծում եմ, որ Տրամփը Զելենսկուն իրականում չի ճնշում, Տրամփը ուզում է օր առաջ հասնել խաղաղության։ Օր առաջ։ Հօգուտում։ Առաջին հերթին հօգուտ իրեն, հետո հօգուտ աշխարհի։
Հետո խաղաղությունից հետո, խաղաղության հաստատումից հետո, զինադադարից հետո կլինեն բանակցություններ, կլուծվեն մնացած հարցերը։ Այս փորձը ցույց է տալիս, որ այդ պարագայում խաղաղություն չի հաստատվում։ Ու Զելենսկու դիմադրությունը այդ Սպիտակ տան Օվալաձև սրահում տեղի ունեցած այդ բախումը հենց դա էր, որտեղ Զելենսկին հրաշալի հասկանում է, որ համաձայնագիրը դեռ խաղաղություն չի։ Գուցե նաև հասկանում է հայկական փորձից ելնելով։ Ունենք չէ՞ մենք համաձայնագիր, բայց չունենք խաղաղություն։ Եթե պրոյեկտ ենք Հայաստան ձեր ասածը։ Զելենսկին ուզում է երաշխիքներ։ Այո, հիմա համաձայնագիր կնքվեց, հրադադար հաստատվեց։ Իսկ դա նշանակում է, որ Ռուսաստանը այլևս որևէ քայլ չի ձեռնարկելու։ Եվ ինչ պայմաններով է այդ հրադադարը լինելու։ Եթե հրադադարը լինելու է Ուկրաինայի տարածքների հաշվին, արդյոք դա կայուն խաղաղություն կարող է լինել։ Տրամպը փորձում է բոլոր հարցերը թողնել հետագային, բայց դա կայուն խաղաղության երաշխիք չի կրկնում։ Առավելևս Եվրոպայում տեղի ունեցող շարժումները։ Թրամփի ասածն այն չի, որ ես իմ հասանելիքը վերցնեմ այդ պետությունից օգտակար հանածոների տեսքով, մնացածը ինչ լինում է լինի։ Գուցե կարող է նման տպավորություն լինել։ Տրամպը ասածը նա է, որ քանի ես կամ խաղաղություն կլինի։ Բայց արդյոք 4 տարին այդքան մեծ ժամանակ է, որի համար պետք է նման զիջումների գնալ։ Դե 4 տարի հետո երբ Տրամպը ասենք չվերընտրվի կամ նույնիսկ չառաջադրվի, իրավիճակը սկսելու է նորից փոխվել։ Սա է հարցը։ Հիմա բայց միայնակ չթողեց Ամերիկան Զելենսկուն։ Դատելով բանակցությունների շարունակվելու փաստից, դատելով նրանից, որ նորից բանակցություններ պետք է լինեն, երեք էլ շատ ինտենսիվ, եթե լրահոսին հետևել եք, երեք էլ շատ ինտենսիվ բանակցություններ են եղել։ Ամերիկան մենակ չի թողել Ուկրաինային եւ շատ հնարավոր է, որ Զելենսկին կամ չգիտեմ արդեն ինչ մակարդակով կորոշվի այդ հազվագյուտ մետաղների պայմանագիրը կնքելու, այդ պայմանագիրը կկնքվի ու կփորձեն առաջ գնալ դեպի խաղաղություն։ Դա փոթորիկ էր մի բաժակ ջրում գործնականում, այն ինչ տեղի ունեցավ Օվալաձև աշխատասենյակում, որում փոթորիկ հենց այնպես հասունացած ու տեղվույն վրա պայթած փոթորիկ։ Եվրոպան ի վիճակի է դիմակայել մարտահրավերներին։ Նայած մարտահրավերները ասելով ինչ նկատի ունի։ Անվտանգային։ Այո, ի վիճակի է։ Ես ուզում եմ ձեզ Բանակ չունեցող Եվրոպան։ Այդպես մի գնահատեք բանակ չունեցող Եվրոպան։ Իսկ ով ասաց, որ Եվրոպան բանակ չունի, կամ ով ասաց, որ ՆԱՏՕ-ի բանակը հենց Եվրոպայի բանակը չէ։ Ով ասաց, որ Եվրոպայում չկան միջուկային պետություններ։ Կան չէ։ Դրանք գերբեզորային այնքան որ կան Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը։ Պարզապես այստեղ խնդիրը այն է, որ տասնամյակներ շարունակ Եվրոպան սեփական անվտանգության համար մտածելու անհրաժեշտություն չի ունեցել, անվտանգության խնդիր Եվրոպան չի ունեցել։ Ոչ միայն այն պատճառով, որ եղել է ՆԱՏՕ, որը ապահովում էր Եվրոպայի անվտանգությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրների անվտանգությունը, այլ այն պատճառով, որ պարզապես սպառնալիք չի եղել Եվրոպային։ Ինչի համար Եվրոպան պետք է մտածեր իր անվտանգության մասին, եթե չկար ռեալ սպառնալիք։ Բայց հիմա այդ ռեալ սպառնալիքը ձևավորվել է ու շատ ավելի ռեալ է, քան հնարավոր է պատկերացնել։ Բոլոր դեպքերում Եվրոպայի կենտրոնում արդեն 3 տարի է պատերազմը, հենց Եվրոպայի կենտրոնում։ Եվ բոլորովին էլ պարտադիր չէր, որ գար Դոնալդ Տրամպը դառնար համաշխարհային իրադարձությունների, համաշխարհային փոփոխությունների, համաշխարհային փոթորիկների տրիգեր, որպեսզի Եվրոպան հասկանար, որ ինքը ունի իր անվտանգության խնդիրը։ Եկեք մի քիչ ավելի հետ գնանք ու հիշենք Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ճառը Սորբոնում, դեռ իր առաջին մանդատի օրոք
Հենց առաջին մանդատի օրոք էր Էմանուել Մակրոնը դնում Եվրոպայի անվտանգության խնդիրը։ Թերևս նկատի ունենալով իրադարձությունների հնարավոր նման զարգացումը։ Բայց այն ժամանակ Եվրոպան այդ սպառնալիքը չտեսավ եւ Եվրոպան չտեղաշարժվեց։ Իսկ հիմա Եվրոպան տեսնում է այդ սպառնալիքը եւ Եվրոպան արդեն բավականին արագ է տեղաշարժվում, դատելով Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարություններից 800 միլիարդ հատկացնելուց անվտանգության ծախսերին։ Ես կարծում եմ, որ Եվրոպան շատ արագ, ընդամենը մի քանի տարում իր անվտանգության համակարգը կձևավորի։ Դա կկոչվի ՆԱՏՕ+, թե ինչ կկոչվի, դա կլինի նոր ՆԱՏՕ, նոր կառույց կլինի, որտեղ կարող են ընդգրկված լինել նաև ոչ Եվրամիության անդամ երկրներ։ Բայց Եվրոպան իր անվտանգությունը կարող է եւ ապահովելու է։ Հիշենք Լեհաստանի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունը, որ բավականին, այսպես ասած, տպավորիչ էր, որ 500 միլիոնանոց Եվրոպան 140 միլիոնանոց Ռուսաստանից վախենալով 300 միլիոնանոց Ամերիկային է դիմում։ Թվերի մեջ որ նայեք, բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում։ Եվ այնուամենայնիվ, դատելով այդ բոլոր իրադարձություններից, ես կարծում եմ, որ այստեղ շատ մեծ անելիքներ ունի նաև Հայաստանի Հանրապետությունը։ Իսկ ինչու մենք այդ նոր ձևավորվող ՆԱՏՕ+ համակարգին մեր մասնակցությունը չունենանք, ինչու այդտեղ մենք չորոնենք եւ հենց այդտեղ չգտնենք նաեւ մեր անվտանգության երաշխիքները։ Արդյոք մենք էլի պետք է նստենք սպասենք, թե ինչ կկատարվի Եվրոպայում, Եվրոպան ոնց իր անվտանգային համակարգը կկառուցի, ինչ սկզբունքների վրա կկառուցի, ինչ կանի, որից հետո գնանք ու օգնություն խնդրենք։ Կարծում եմ, որ մենք էլ այստեղ պետք է մեր մասնակցությունը ունենանք։ Ամենայն դեպս գոնե բանակցությունների մակարդակով, գոնե պայմանավորվածությունների մակարդակով։ Հաշվի առնելով, որ այո, այդ ՆԱՏՕ+-ում լինելու են ոչ Եվրամիության անդամ երկրներ։ Իսկ Հայաստանը հանգիստ կարող է այդտեղ մասնակցել։ Մենք փաստեր են, որ խոր, ոչ Եվրամիության անդամ երկրներ, բայց ոչ նաև հապկում անդամակցությունը սառեցրած երկրներ։ Դուք տալիս եք ճշգրիտ հարց, բայց այդ հարցը ինչ պետք է ուղղեք։ Որովհետև Հանրապետությունը երևի թե առաջին կուսակցություններ, որ Հայաստանի Հանրապետության օր առաջ հապկից դուրս գալու խնդիրը բարձրաձայնեց ու այդ պահանջը առ այսօր շարունակում է ներկայացնել։ Գուցե դա դառնա պատճառ հապկից դուրս գալու, այսպես ասած։ Մենք չունենք հստակություն հիմա, իսկ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալն ասում է հետևանքներ են սա ունենալու Հայաստանի համար, եթե մինչև 25-ի վերջ իր ֆինանսական պարտավորությունները չկատարի։ Ինչ հետևանքներ են լինելու, չի հստակեցնում, չէ, ասում են, ուղղակի ասում են։ Եվ այնուամենայնիվ այդ ասածի մեջ նաև շեշտում է, որ դա չի նշանակում, որ Հայաստանի Հանրապետությանը կհեռացնեն հապկից։ Այլ միջոցներ կդառնան, ինչ միջոցներ։ Եկեք հասկանանք, հապկը ամենևին էլ ՆԱՏՕ-ի հակակշիռ չէր։ Հապկը ընդամենը Վարշավյան պակտի, այն պակտի, որը ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որպես ռազմական կառույց վերացավ, Վարշավյան պակտի, այսպես ասած, կրկնությունն էր։ Բայց նաև օբյեկտիվ լինենք, արդյոք իրականում հապկ գոյություն ունի, գետնի վրա, դե ֆակտո հապկ գոյություն ունի։ Եթե հապկ գոյություն ունի, ինչ է անում հապկը այն պարագայում, երբ հապկի գլխավոր երկիրը, հապկի հիմնադիր երկիրը 3 տարի պատերազմում է։ Երեք այս հարցը կարող էր, այսպես ասած, կանոնադրության շրջանակներից դուրս մնալ, որովհետև իրականում Ռուսաստանն ինքն էր հարձակվել եւ Ռուսաստանի տարածքի վրա որևէ ագրեսիա չկար։ Բայց հարցը օրակարգ մտավ այն պարագայում, երբ ուկրաինացիները մտան Կուրսկ։ Այդ պարագայում հապկը արդեն գոնե քաղաքական հայտարարություն պետք է աներ իբրև ռազմաքաղաքական կառույց, որովհետև իր անդամի վրա հարձակում էր եղել, չէ՞։ Կամ հապկի գոյության մասին են արդյոք վկայում հյուսիս կորեացի զինվորները, որ պաշտպանում են կռվում են ռուսական բանակում ու պաշտպանում են Ռուսաստանին։ Եթե կա հապկ,
Եվ ՀԱՊԿ-ը իրավազոր է, եւ ՀԱՊԿ-ը գործունակ է։ ՀԱՊԿ անդամ պետությունները այս պատերազմում ինչու չեն կռվում Ուկրաինայի դեմ, եթե կա ՀԱՊԿ։ Դե եղավ Ռուսաստանից մեկնաբանություն, ասին ում դիմենք, Հայաստանին դիմենք, Ղազախներին դիմենք, Մեկնաբանությունն ինչի է հետաքրքրում, ինձ հետաքրքրում է եզրակացությունը։ Եկ ամեն ինչ էլ կարելի է մեկնաբանել։ Եզրակացությունը, ուրեմն ինչի համար է այդ ՀԱՊԿ-ը, ինչ է անում այդ ՀԱՊԿ-ը։ Հենց այնպես կառույց է ստեղծվել է ու մինչև աշխարհի վերջը պետք է գոյատևի, ինչի համար է։ Ցանկացած կառույց ինչ որ նպատակ պիտի ունենա, չէ՞ որն է նպատակը։ Որ բարբերաբար այնտեղ հավաքվեն, ինչ որ որոշումներ կայացնեն անդամների եւ չանդամների վրա մաթափ։ Հետևանքները այնուհանդերձ ինչ կարող են լինել Հայաստանի համար։ Ես կարծում եմ, որ Հայաստանի համար ինչ հետևանքներ, որ արդեն եղել են, հնարավոր բոլոր հետևանքները ֆիքսվել են ու անցել են։ Մենք այլևս ՀԱՊԿ-ի անդամակցության, ՀԱՊԿ-ից դուրս գալու որևէ հետևանք չենք կարող ունենալ ու չենք էլ ունենալու։ Դա փակված պատմություն է, փակված էջ է։ Եվ ընդհանրապես ՀԱՊԿ-ի անդամությունը Հայաստանի Հանրապետության իշխանությունը թերևս պահում է, ինչ ասեմ, իբրև վերջին փամփուշտ, որ չգիտես X պահին կարող է կրակել, բայց այդ փամփուշտը չի աշխատելու։ Ու ՀԱՊԿ-ից օր առաջ պետք է դուրս գալ։ Օր առաջ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ։ Պետք է այլևս դադարել 3+3 ձևաչափին մասնակցել։ Դա էլ որևէ բան Հայաստանի Հանրապետության համար, որևէ հարց Հայաստանի Հանրապետության համար այդ ձևաչափով հնարավոր չէ լուծել։ Մի ձևաչափ, որ երբեք չդարձավ 3+3 ու միշտ մնաց 3+2։ Մի ձևաչափ, որ այսօր այս պահին տարածաշրջանում ստեղծված իրավիճակը բնավ չի արտահայտում։ Որտեղ այդ նույն պետությունները, որոնք ձևաչափը ստեղծեցին, միմյանց հետ ունեն շատ մեծ տարաձայնություններ։ Ու այնտեղ Հայաստանը սեփական օրակարգով գնալու ու սեփական օրակարգի հարցում որևէ փոփոխության հասնելու, որևէ հարց լուծելու տարբերակ չունի։ Այսինքն դա սոսկ մի տեղ է, որտեղ դու գնում ես, մասնակցում ես ձևական։ Իսկ գուցե փոխարենը շատ ավելի արդյունավետ է, շատ ավելի օգտակար է։ Բոլոր հարցերը երկկողմ ձևաչափով լուծես, ոչ թե գնաս մասնակցես մի կառույցի, որը ոչինչ չի նշանակում։ Բայց հիմա իշխանության կողմից մենք չենք տեսնում համապատասխան քայլեր, գործողություններ, որոնք իսկապես միտված են ուղղություն փոխելու, որովհետև հիմա էլ ասում են մենք ԵԱՏՄ-ի ու Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները շարունակելու ենք խորացնել։ Իսկ ով ասաց, որ իշխանությունն ինչ անում են, բոլոր քայլերը ճիշտ են։ Չէ, բայց իրենք որոշողն են, իրենք են հիմա վերջնական խոսքը իրենցն է։ Վերջնական խոսքը բնականաբար իրենցն է, որտեղ իրենք ընտրված են։ Եվ իրենք են այսօր իշխանությունը իրենց ձեռքին են լծակները։ Բայց դա չի ընտրված լինելը ցավոք։ Ցավոք եմ ես դա ասում։ Ընտրված լինելը չի նշանակում ճիշտ լինել։ Իրենք գործում են իրենց պատկերացումների շրջանակում, բայց այդ պատկերացումները վաղուց արդեն չեն համապատասխանում աշխարհում ստեղծված իրավիճակին։ Չեն համապատասխանում այն ռեալ խնդիրներին, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն իր առաջ տեսնում է, այլև պարտավոր է լուծել։ Դա է խնդիրը, որովհետև թվարկել մինչև դարավերջ կարող ես թվարկել Հայաստանի Հանրապետության առաջ ծառացած խնդիրները։ Բայց կարող ես գոնե 5 րոպեում ասել, թե ինչ լուծումներ ես այդ խնդիրների համար նախատեսում։ Դա է ամբողջ հարցը։ Բայց կարող է իշխանությունը անակնկալ մատուցի ու այս ԵՄ-ի հետ կապված գործընթացը կիսատ թողնի։ Բացառում եմ։ Որովհետև դա կնշանակի սեփական ոտքին կրակել։ Պարզապես։ Բայց որ հետաձգվեց նախագծի քննարկումը։ Նախագծի հետաձգման մասին թե Արման Եղոյանը, թե Արտակ Զեյնալյանը իրենց բացատրությունները տվել են։ Դա տեխնիկական խնդիր էր, որը ես կարծում եմ շատ արագ հնարավոր է լուծել ու ինչպես Արման Եղոյանն էր ասում, հարցը հնարավոր է նույնիսկ հաջորդ քառօրյային թողնեն արտահերթ նիստով լուծեն։
Հնարավոր է հաջորդ կարողայում։ Դե բայց կարող ուզում են հասկանան մինչև 25 ժամանակ ունեն, տեսնեն ինչ է կատարվում աշխարհում, ըստ այդմ որոշեն վերջնական ընդունում են թե չէ օրենքը։ Չնայած օրենք, որը որևէ լծակ չի ունենալու հետո։ Դուք իհարկե կարող է որոշ շերտերի մտահոգությունը ձեր այդ հարցը արտահայտում է, բայց եկեք մեր իշխանության այդքան նաիվ չհամարենք այն առումով, որ հազիվ թե մինչև 25 կամ նույնիսկ մինչև 26 թիվը այդ բոլոր խնդիրները, որոնք սպասում են, որ աշխարհում կլուծվեն, Կան արագ իրավիճակները փոխվում են արագ, բայց լուծումները տենց արագ չեն գալիս այդ իրավիճակների։ Այսինքն մենք ինչ ենք հետաձգումը ինչի համար պիտի լիներ, ինչ պիտի հասկանայինք Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի վերջը։ Դա պիտի հասկանայինք։ Թրամփը կայծակնորեն է իր որոշումները կայացնում ու իրագործում 10 քանի օրը քիչ ժամանակ չի։ Շատ լավ, բայց այդ կայծակնորեն փոխվող որոշումների հետևանքը ինչ է լինելու։ Դրանից Հայաստանի Հանրապետության խնդիրները փոխվում են։ Արդյոք Հայաստանի Հանրապետությունը այդ կայծակնային, Նարեկ ջան, արդյոք Հայաստանի Հանրապետությունը այդ կայծակնային փոփոխությունների ընթացքում կայծակնային արագությամբ իր խնդիրները նվազեցնում է։ Թե մենք ունենք անվտանգության խնդիր, տնտեսական անվտանգության խնդիր, ժողովրդագրական խնդիր, վերջին հաշվով Ադրբեջանի հետ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակը ավարտելու խնդիր։ Այդ խնդիրները մենք լուծում ենք այս մի քանի օրում։ Մեր խնդիրները չեն փոխվում։ Այնպես որ կհետաձգվի, թե չի հետաձգվի կապել Տրամփի հետ, Ռուսաստանի հետ, Եվրոպայի հետ, չգիտեմ, Մոզամբիկի հետ, մեղմ ասած անհիմն է։ Հակառակը, ես կրկնում եմ, եթե հանկարծ իշխանությունը փորձի դա չընդունել, իսկ ես դա բացառում, դա սեփական ոտքին կրակել է։ Ընդհանրապես Շատ ավելի ռեալ է հիմա քննարկել արդյոք Հայաստանի Հանրապետության իշխանության համար կարևոր է խաղաղությունը, թե խաղաղության համաձայնագրի կնքումը։ Դա է այսօր հարցը։ Տեսնում եք դրա հետ կապված ինչ-որ հույսեր, թե ոչ։ Ես չունեմ այդ հարցի պատասխանը։ Պաշտոնական մակարդակով ես չունեմ այդ կոնկրետ հարցի պատասխանը։ Իշխանության համար այսօր կարևոր է տևական, կայուն, հաստատուն խաղաղությունը, թե խաղաղության համաձայնագրի կնքումը։ Բայց ես ունեմ իմ եւ Հանրապետություն կուսակցության պատասխանը։ Մենք գտնում ենք, որ կայուն, տևական, հաստատուն, իրական, իսկական խաղաղությունը հնարավոր է ոչ համաձայնագրով։ Բայց իշխանությունը համաձայնագրին է ձգտում, որ խաղաղությունը տարածաշրջանում կհաստատվի ուժերի հավասարակշռության վերականգնման դեպքում միայն։ Անում ենք մենք դրա համար քայլեր։ Դա մենք գնում ենք սոս խաղաղության համաձայնագիր փաստաթուղթ ունենալու։ Հիմա Նիկոլ Փաշինյանը դրա հետևից չի գնում միայն։ Հարցրեք Նիկոլ Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ այդ փաստաթուղթը չի լինելու համադարման։ Այն մենք ունեինք նոյեմբերի 9-ի Երակոմ հայտարարություն, կատարվեցին այդ հայտարարության պայմանները։ Կատարվեց այդ փաստաթուղթը ընդհանրապես որևէ մեկ օր աշխատեց, բացի այն փաստից, որ հրադադար կնքվեց, բացի այն փաստից, որ պատերազմը դադարեց։ Հետո գոնե մեկ օր աշխատեց, մեկ կետով կատարվեց։ Չկատարվեց, չէ՞։ Այնպես չի որ Հայաստանն իր պարտավորությունները չկատարեց, երեք կողմերից միայն Հայաստանը իր պարտավորությունները կատարեց, ով ինչ ուզում է հնարի ու հայտարարի այդ առնչությամբ։ Իսկ մյուս երկու կողմը ինչ արեցին։ Եվ արդյոք մյուս երկու կողմը հիմա էլի համատեղ չեն գործում։ Արդյոք այս բոլոր իրադարձությունները Հայաստանի Հանրապետության դեմ դեռ 2020-ից առաջ սկսված ու 2020-ից հետո է շարունակվող հիբրիդային նույն պատերազմը չեն։ Եվ այստեղ ոչ թե կարևոր է խաղաղության համաձայնագրի կնքումը, որին մենք պիտի ձգտենք, այո, այլ բուն խաղաղությունը։ Տիկին Ադամյան, ինչու է Եվրոպան հերթական անգամ խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրո տալիս։
Կարծում եմ նպատակները շատ պարզ են։ Ամրապնդելու Հայաստանի Հանրապետության դիմադրունակությունը։ Որն է իր շահը։ Եվրոպայի շահը։ Այո։ Իսկ Դե Եվրոպան հենց երբ է այնպես թաքցրել, չեն տալիս այդ Եվրոպան փողերը։ երբեք իր շահը տարածաշրջանում չի թաքցրել։ Տարածաշրջանում խաղաղություն եւ հաղորդակցությունների բացումը, կենսամակարդակի բարձրացումը միշտ եղել է Եվրոպայի շահը, որտեղ Եվրոպայի համար շատ ավելի կարեւոր է, որ աշխարհի հնարավորինս մեծ տարածքներում, հնարավորինս շատ տարածքներում լինի խաղաղություն, լինի բարեկեցություն, մարդիկ կարողանան նորմալ հաղորդակցվել, նորմալ առևտուր անել, իշահ բոլոր երկրների։ Դա է Եվրոպայի շահը եղել միշտ։ Եվրոպայի միության շահը։ Ինչու է այդտեղ ինչ որ Չէ, դավադրապաշտական իսկ ինչու է իմ հարցը ասպեկտներ։ դրա պաշտական տպավորություն թողնում, երբ որ պետքա ունենա, չէ, Եվրոպան մի շահ, որ նման քայլի Ես բերեցի բազում շահեր, շահերը փաստարկներ։ Ինչ է կարծում կլինի այս անգամ խոչընդոտ, թե ոչ ինչպես նախորդ անգամ էր։ Կատի ունեք Հունգարիայի։ Այո։ Դե նախորդ անգամվա փորձից ելնելով, եթե նույնիսկ Հունգարիան փորձի խոչընդոտել, այնուամենայնիվ Եվրամիությունը լուծումներ կգտնի։ Գլոբալ առումով ասեմ ձեզ, 2026-ին Հունգարիայում ընտրություններ են լինելու, եւ գուցե Օրբանի հարցը հենց այդ ճանապարհով լուծվի։ Այլևս Եվրամիության գործընթացներին, քայլերին չխնգարելու առումով։ Հիմա Եվրոպան այլ մեխանիզմներ է փորձում գտնել, որ մեծամասնության Այո, կա նաև այդ ճանապարհը ճիշտ եք նկատել, այո, կա նաև դա, որ որոշումները կայացվեն ոչ թե կոնսենսուսով, այլ որոշումները կայացվեն ձայների բարձ մեծամասնությամբ։ Դա կարծում եմ շատ ավելի արդյունավետ ճանապարհ կլիներ։ Տիկին Ադամյան, անդրադառնանք Հայաստանի ներքաղաքական խնդիրներին։ Տևական ժամանակ է փոխհրաձգություն է սկսվել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի միջև, նրանց թիմակիցները ամենաբարձր մակարդակով մեղադրում են միմյանց, թե ով իշխանությունը տվեց Նիկոլ Փաշինյանին, ով էր հրապարակում 2018 թվականին, դուք սա ինչով եք բացատրում, մշտապես նշվել է Ռոբերտ Քոչարյանական, Սերժ Սարգսյանական, այդ կլան, այդպիսի կլան կա, հիմա ինչ եղավ, որ այս մարդկանց ջրերը նույն առվով չեն հոսում։ Գիտեք, դա մի թեմա է, որի մասին ես թերևս ամենից քիչ կուզեի խոսել, որովհետև դա Դե բայց դա տակառները անվերջ ջուր լցնելու։ Ինչ իմաստ ունի դանայան տակառները նորից ու նորից ջուր լցնել, միևնույնն է այդ տակառները ծակ են։ Եվ վերջին հաշվով ինչքան կարելի է հետ նայել ու նայել քննարկել անցյալում ինչ է եղել, ինչպես է եղել, եւ Հայաստանի Հանրապետության համար կան բազում լուծելիք խնդիրներ։ Ճիշտն եք ուզում իմանալ։ Մարդիկ իշխանությունը չեն կարողացել կիսել ոչ այն ժամանակ, ոչ հիմա։ Որովհետև բացահայտ ասել են, թե չեն ասել այդ մասին, եղել է ներքին պայմանավորվածություն, որ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը միմյանց կփոխանցեն իշխանություն, ինչպես դա եղավ Ռուսաստանում Պուտին-Մեդվեդև կոմբինացիայով։ Բայց դա Հայաստանում չի եղել։ Դուք հիշում եք Ռոբերտ Քոչարյանի իշխանության վերջին օրերը։ Կարծում եմ լավ եք հիշում։ Ինչպես իշխանությունը փոխանցվեց Սերժ Սարգսյանին։ Արժանի էր Սերժ Սարգսյանը նման իշխանության, նման կերպ իշխանության գալու մարտի 1-ով։ Սերժ Սարգսյանի պատասխանը եղավ 2015 թվականի սահմանադրություն փոխելը, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը այլևս չկարողանա առաջադրվել։ Խորհրդարանական կառավարման փոխելը նախագահական համակարգը։ Գիտեք, երկուսով իրար այնքան չներելու տարբերակներ, խնդիրներ, հարցեր ունեն։ Որ շատ ավելի ճիշտ կլիներ Հայաստանի Հանրապետության համար, շատ ավելի ճիշտ կլիներ ոչ թե հիմա արդեն հրապարակային մակարդակում միմյանց մեղադրելը, ով ինչպես հանձնեց, ով ում ինչ հանձնեց, այլ երկուսով էլ շատ ճիշտ կլիներ, որ վեր կենային ու ժողովրդից ներողություն խնդրեին իրենց պաշտոնավարման տասնամյակներում կատարված սխալների համար։ Ռոբերտ Քոչարյանը լիքը հարցերի պատասխաններ պիտի տա։
սկսած հոկտեմբերի 27-ից ավարտված մարտի 1-ով։ Ու այդ ընթացքում էլ լիքը հարցեր են առաջացել։ Օրինակ, ինչու Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանի Հանրապետությունը, անկախ պետությունը, այդ պահին տարածաշրջանի ամենամարտունակ բանակով հաղթած պետությունը հանկարծ գնաց ու դարձավ Ռուսաստանի Դաշնության 89-րդ սուբյեկտը դե ֆակտո։ Պատասխանել է երբևէ Ռոբերտ Քոչարյանը այդ հարցին։ Թող պատասխանի։ Թող բացատրի։ Ինչի հանկարծ որոշեց, որ Հայաստանի Հանրապետության գույքը պետք է հանձնի Ռուսաստանին, ինչ-որ չնչին պարտքի դիմաց։ Այն պարագայում, որ այդ պարտքը 100 միլիոն էր, իսկ միայն Մարս գործարանը ամենանվազ հաշվարկներով 340 միլիոնի սարքավորում ուներ։ Միայն Մարս գործարանը։ Ռոբերտ Քոչարյանը թող պատասխանի, այդ ոնց եղավ Հայաստան-Իրան գազատարի նախ տրամաչափի փոփոխությունը, հետո բուն գազատարը Գազպրոմին նվիրելը։ Կամ ոնց պատահեց, որ Ռոբերտ Քոչարյանը իր իշխանության պաշտոնավարման վերջին օրերին որոշեց, որ երկաթուղին կոնցեսիոն կառավարման պիտի հանձնի Ռուսաստանին։ Միայն երկաթուղին էր մնացել։ Դեն էլ բան չկար։ Ամբողջ տնտեսությունը փաթեթավորել էր, ազգային անվտանգությունը փաթեթավորել էր ու դրել էր Ռուսաստանի ոտքերի տակ։ Դա է Ռոբերտ Քոչարյանը։ Հիմա Ռոբերտ Քոչարյանը եկել ինչ-որ Սերժ Սարգսյանին է մեղադրում ինչ-որ հարցերում, թող վեր կենան երկուսն էլ իրենց կառավարման տարիների համար ժողովրդից ներողություն խնդրել։ Արել են, որևէ մեկը նման քայլ արել է։ Ինչ-որ եթե արել են, ես եմ ներողություն խնդրում, որ չեմ հիշում։ Եթե արել են։ Ինչ է փոխելու այդ ներողությունը մեր կյանքում։ Այդ ներողությունը շատ բան է փոխելու իրենց կյանքում։ Մեր կյանքում ոչինչ չի փոխելու։ Իրենց կյանքում է փոխելու։ Քոչարյանը վեր կեցավ մի քանի օր առաջ հայտարարեց, որ ես ձեզ թողել եմ 12000 քառակուսի կիլոմետրով Արցախ, Հայաստան, որի տարածքները օկուպացված չէր հատկապես։ Այո, Քոչարյանը մոռացավ պարզապես ասել, որ այդ Արցախի այդքան տարածքով Արցախ է թողել, բայց ամեն ինչ արել է, որ այդքան տարածքով Արցախը այլևս հայկական չլինի։ Ասում եմ, դուք ինձ մեղադրում եք Մեղրի շուրջ բանակցելու համար, բայց Մեղրին իր տեղում է, ուր է Արցախը։ Գիտեք, դեմագոգիան, սոփեստությունը ընդհանրապես Ռոբերտ Քոչարյանը չի հնարել, շատ վաղուց եղել են։ Սխոլաստիկ մտածողությունը, ձևական տրամաբանությունը շատ վաղուց եղել են, գրքեր կան այդ մասին, փիլիսոփայական դպրոցներ կան այդ մասին։ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես խոսելու իրավունք չունի որևէ հարցով։ Ընդհանրապես որևէ հարցով խոսելու իրավունք չունի։ Դատելով իր պաշտոնավարման տարիներին ոչ միայն Հայաստանի Հանրապետությունն, այլ նաև Արցախում տեղի ունեցած խնդիրներով, Ռոբերտ Քոչարյանն է, որ Արցախին բանակցություններից հեռացրեց։ Պարզապես բանակցություններին հեռացրեց իր պայծառ անձով ասելով, որ ես կամ էլ ինչ։ Ես կրկնում եմ, պետք չի անցյալի քաղաքական հանգուցյալներին ռեբրենդինգ անել ու բերել ներկա։ Պետք չի։ Առավել ևս փորձել նրանց ապագա տանել։ Դա Հայաստանի Հանրապետությանը ոչինչ չի տալու, դա Արցախին ոչինչ չի տալու։ Մենք ունենք այսօր կոնկրետ, իսկական Հայաստանի Հանրապետություն, իսկական խնդիրներով, որոնց լուծման մասին պետք է մտածել։ Իսկ այդ լուծումներում ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը անելիք ու ասելիք չունեն։ Բայց գուցե նրանք ակտիվացել են, որ էլի ընտրողը տեսնի մի կողմում Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմում իրենք եւ հանկարծ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը մի բան չլինի։ Գիտեք, ես գուցեներով չեմ առաջնորդվում։ Ես այնուամենայնիվ ուզում եմ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, միջին վիճակագրական հայը, միջին վիճակագրական ընտրողը հասունացած լինի։ Այս ամբողջ իրադարձություններով անցած մարդը չի կարող այլևս ինքը իրեն հարց չտալ,
ով ինչ է ուզում, ով ինչ է անում, ով ինչ է ստանում դրա դիմաց, ումից է ստանում, ում հայտարարությունների հետևում ով է կանգնած եւ իրականում ինչ պետք է անել Հայաստանի համար, իրական խնդիրները Հայաստանի որոնք են։ Ու ինքը արդյոք հիմա ունի ճշգրիտ կողմնորոշվելու խնդիր, թե վաղուց կողմնորոշվել է։ Ես կարծում եմ, որ այդ հարցին շատ վաղուց պատասխան է տվել Վազգեն Սարգսյանը։ Վազգեն Սարգսյանն ասել է, որ մենք չունենք կողմնորոշման խնդիր, մենք ունենք ինքնորոշման խնդիր։ Իսկ ինքնորոշված ժողովրդի առաջ հնարավոր չի որևէ պատ կանգնեցնել։ Այ մենք հիմա ունենք ազգային նույնականացման խնդիր։ Տեսեք, հիմա ասում եք խոսենք խնդիրներից, Հայաստանի ապագայից եւ այլն, մեր հիմա կարևոր խնդիրներից մեկը մեր անվտանգության ապահովումն է։ Այո, մեր Բայց մենք չենք տեսնում, ապահովումն է։ որ այս իշխանությունը մեր անվտանգությանն ապահովելուն ուղղված քայլեր անի, եւ նաեւ չենք տեսնում ժողովրդավար համարվող ուժերի կողմից պահանջ այս իշխանությանը։ Ժողովրդավար համարված ուժեր ասելով դուք ում նկատի ունեք, կկոնկրետացնեք։ Բոլոր այն ուժերը, որը Հայաստանի ապագան պատկերացնում են եվրոպական ընտանիքում, որոնք ասում են, որ Հայաստանը պետք է լինի ժողովրդավար, ուժեղ, ինքնիշխան, բայց մենք չենք տեսնում, որ նրանք պահանջեն Փաշինյանի իշխանությունից։ Ինչ պահանջել Փաշինյանի իշխանությունից։ Միջև անգամ հրաժարական բոլոր հայտարարությունները, որ արվում են, արդյոք դրանք պահանջներ չեն։ Ես չգիտեմ Նիկոլ Փաշինյանը, որը սիրում է իր ժամանակը անցկացնել Facebook-ներում եւ TikTok-ներում, բացի ռիլներ նկար հրապարակելուց, արդյոք հարցազրույցներն էլ է նստում նայում եւ արդյոք կուսակցության գործը հարցազրույցի ֆորմատով ինչ որ բան փոխանցելն է։ Իսկ կուսակցության գործը դուք ինչ եք պատկերացնում։ Միջև անգամ հրաժարականի պահանջել։ Հրաժարական պահանջել ու գնալ հավասարվել բոլոր այն կեղծ ընդդիմադիրներին, որոնք Ռուսաստանի պահանջով իշխանափոխության խնդիր են դնում հեղաշրջման միջոցով։ Հա։ Խաղաղ հավաքը դա ինչ է հեղաշրջում համարվում։ Խաղաղ հավաքը ո՞րն է։ Եկեք հիշենք գործող խորհրդարանի առաջին նիստը։ Եվ եկեք հիշենք, թե Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ ընտրվելու ժամանակ ինչ ծրագիր էր առաջադրում Իշխան Սաղաթելյանը։ Ինչի համար են իրենք եկել, ինչու համար են իրենք մտել խորհրդարան ու ինչ են անելու, որն է լինելու իրենց գործողությունները, որոնք են լինելու, իրենց գործողությունների առանցքը որն է լինելու։ Խաղաղ հավաք չէր, հաստատ խաղաղ հավաք չէր։ Չէ, ես այլ բան նկատում, ասում եմ, եթե Դե հիմա եթե հավասարության նշան եք դնում այդ ռուսահպատակների, Կրեմլի վկաների միջև, եթե հավասարության նշան եք դնում, եւ հավասարության նշան եք դնում նրանց մերժող Հայաստանի ապագան ինքնիշխան երկիր տեսնողների միջև, ես ձեզ ասելու ոչինչ չունեմ։ Ես կարծում եմ, որ Բայց դուք դրեցիք այդ հավասարության նշանը։ Ոչ, դուք դրեցիք այդ պահանջը։ Գնացեք, պահանջեք Նիկոլ Փաշինյանի։ Եթե չէ, բայց երբ որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է պահանջում մեկ այլ ուժ, դա դեռ չի նշանակում, որ ինքը հավասարում է օրինակ ձեր նշած դաշնակցությանը, հանրապետականին, որովհետև մարդիկ շատ լավ կարողանում են տարբերել, ով որ կուսակցություն։ Մարդիկ շատ լավ կարողանում են տարբերել, բայց մենք այսօր խնդիր չենք դնում Նիկոլ Փաշինյանի օր առաջ հրաժարականը, որովհետև մենք գտնում ենք, որ դա պետք է տեղի ունենա ընտրության միջոցով։ Եվ մենք կարծում ենք, որ 2026-ին Հայաստանի Հանրապետության ընտրողը բոլոր հնարավորությունները ունի իրավիճակ փոխելու, բոլոր հնարավորությունները ունի գնալու եւ ընտրելու։ Այո, հենց մեզ խնդիր ունենալով, նկատի ունենալով, որ հենց մենք գալու ենք մեր ծրագրերով, մեր նպատակներով ապահովելու համար իր թե անվտանգությունը, թե տնտեսության զարգացումը, թե նոր աշխատատեղերի ստեղծումը, թե ժողովրդագրական խնդրի լուծումը, թե տարածաշրջանում Հայաստանի իբրև պետության դերի ու նշանակության փոփոխությունը եւ վերջին հաշվով
ուժերի հավասարակշռության վերականգնումը, որը մեկընդմիշտ վերջ է տալու ոչ խաղաղություն, ոչ պատերազմ, այս երերուն ոչ հավասարակշռված իրավիճակին։ 2026-ին ընտրողը ձեր բոլոր հարցերի պատասխանը կարող է տալ։ Իսկ մինչև քննարկել հրաժարական պահանջել, հրաժարական չպահանջել, դա ճիշտ է, դա սխալ է, Ռոբերտ Քոչարյանն է ճիշտ է, Սերժ Սարգսյանն է։ Այսինքն դա մղձավանջ է, որի մեջ մղձավանջ է դա, բոլորիս համար դա մղձավանջ է, որի մեջ փորձում են մեզ այ գլխովին սուզել, կտրելու Հայաստանի Հանրապետության իրական օրակարգից եւ Հայաստանի Հանրապետության բուն խնդիրների լուծումները տեսնելուց։ Այսինքն հիմա մենք ունենք այսպես իրավիճակ, Տիկին Ադամյան, որ Հայաստանի իշխանությունը բավարար քայլեր չի անում անվտանգություն ապահովելու համար, տնտեսությունը զարգացնելու համար, Եվրամիություն գնալու համար, հապկից դուրս չգալիս, Ալիևի պահանջով սահմանադրություն փոխելու նախաձեռնություն է սկսել, բայց սпасել, որ նրան փոխել ընտրություններով Իսկ դուք այլ ճանապարհով եք տեսնում։ խաղաղ անհնազանդության ակցիաներն օրինակ։ Խաղաղ անհնազանդության ակցիաներ, իրազեկման ակցիաներ, նույնիսկ տուր ու դմփոցներ, հոգևոր ու աշխարհիկ բոլոր, այսպես ասած, տարբեր ռանգի մակարդակի, որակի մարդիկ ինչքան դուրս եկան փողոց։ Չունեք այդ հարցի պատասխանը, չեք լուսաբանել դուք ինքներդ անձամբ այդ ակցիաները։ Լուսաբանել եք, չէ՞ ախր, անցել եք, չէ՞ այդ ամեն ինչի միջով։ Ինձնից լավ գիտեք այդ հարցի պատասխանը։ Հիմա ինչի եք ինձ տալիս շինծ ու հարցեր։ Դուք այնուհանդերձ մնում եք նույն կարծիքին, որ եթե հիմա մի առողջ ուժ դուրս գա փողոց եւ պահանջի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, նա զուտ նրա համար, որ այդ նույն հրապարակում մի քանի ամիս առաջ եղել է դաշնակցությունը, Բագրատ Քարստանյանը, նա ասոցացվելու է նրա հետ։ Պարոն Կիրակոսյան, ես չեմ հասկանում ձեր առողջ ուժ հասկացությունը, գիտեք, չկան առողջ ու հիվանդ ուժեր։ Իրականում չկան առողջ ու հիվանդ ուժեր։ Կան ուժեր, որոնք փորձում են Հայաստանի Հանրապետությունը վերածել պարզապես մեղմասած Թաթարստանի։ Եվ կան ուժեր, որոնք փորձում են Հայաստանի Հանրապետությունը ոչ բռնի միջոցներով, ժողովրդավարական բոլոր նորմերով տանել դեպի ինքնիշխանության ու դիմադրունակության մեծացման։ Իսկ դուք Ու դա պետք է որոշի ժողովուրդը։ Այսօր մենք մեր պատասխանատվությունը որևէ ուրիշի վրա չենք դնում։ Մենք չենք գցում մեր պատասխանատվությունը ժողովրդի վրա։ Մենք գտնում ենք, որ ժողովուրդը պիտի իշխանության կարող լինի, ու ժողովուրդի իր իշխանությունը պիտի պատվիրակի գաղափարական ուժի։ Ոչ թե գնասեր սպիտակի, դրամ Նիկոլին ընտրեմ, հանկարծ Ռոբը չգա։ Այս տարբերակով ընտրություն չպիտի լինի այլևս։ 2021-ին այդ ընտրությունը եղավ։ 2021-ին այդ ընտրությունը եղավ։ 2026 չեք կարծում, որ պատրաստվում են դրան նորից, չեք կարծում։ Ես դա եմ ասում, որ նման ընտրություն այլևս չպիտի լինի։ Ինչպես է կանխելու։ Մենք չպիտի կանխենք, ժողովուրդը պիտի կանխի։ Գիտեք ինչի, որովհետև 5 տարի, համարյա ոչ լրիվ 5 տարի, բոլոր հնարավորությունները ունեցել է գնահատելու, թե այդ, որ բոլոր հնարավոր ֆինանսները ծախսեցին իշխանության գալու, բայց խորհրդարանում հայտնվեցին իբրև ընդդիմություն եւ առ այսօր որևէ կառուցողական քայլ չեն արել Հայաստանի Հանրապետության համար, բացի այն, որ անվերջ հիշեցնում են իրենց ներկայությունը, իսկ հիմա էլ հիշեցնում են իրենց տարաբաժանվածությունը, հիմա էլ միմյանց ներկայացնում են ինչ-որ փոխադարձ մեղադրանքներ, որոնք բուն հայ ժողովրդի հետ որևէ կապ չունեն, այլևս ընտրություն չպիտի լինի այդ ուժերի միջև եւ գործող իշխանության միջև, որովհետեւ գործող իշխանությունն էլ համենայն դեպս բավարար ժամանակ ուներ ձեր թվարկած խնդիրները լուծելու համար։ Եթե չի լուծել, կա երկու տարբերակ, կամ չի ցանկացել, իսկ ավելի շուտ չի կարողացել։ Իսկ եթե չի կարողացել, կան ուժեր, որոնք կարող են։ Այստեղ արդեն ընտրության նույնիսկ խնդիր չի մնում մտածող մարդու համար։ Բայց որքանով է Հայաստանի Հանրապետության միջին վիճակագրական ընտրողը այդ մտածողը։ Սա է հարցը։ Բուն հարցը դա է, պարոն Կիրակոսյան, բուն հարցը դա է։
Արդյոք ընտրողը ընտրության գնում է մտածելով, արդյոք ընտրողը գնում է գաղափարների հետևից, արդյոք ընտրողը գնում է սեփական անվտանգության հետևից, թե պատվիրակում է այդ անվտանգությունը, չգիտեսում, ինչ որ հնացած այլևս օրվա պահանջներին բացարձակապես չհամապատասխանող ինչ որ պատկերացումների։ Հիմա մենք ունենք կարծրատիպեր, եւ մենք ունենք նոր գաղափարներ։ Ինչպես է 26 թվի ընտրություններում պաշտպանելու ժողովրդի քվեն, որ հանկարծ իշխանությունները չկեղծեն, որ նրանց միակ իշխանափոխության միակ տարբերակ առաջարկում է ընտրությունները։ Ես կարծում եմ, որ իշխանությունները ամենայնպես ինչ, բայց մինչև հիմա ցույց են տվել, որ իրենք ընտրություններ չեն կեղծել։ Մենք երկու իրավիճակ ենք ունեցել 18 թվականի հեղափոխական էյֆորիա եւ 21 թվականի Քոչարյանի վերադարձի սարսափ։ Բոլոր դեպքերում ես համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա ընտրությունները կեղծելով իշխանության մնալու տարբերակին, եթե ունենա պատկեր, որ ինքը պարտվում է, որովհետև մի բան է իշխանության գալ, մի բան է իշխանություն պահել։ Շնորհակալություն Տիկին Ադամյան։ Ես եմ ձեզ շնորհակալ։